Երբևէ բռնել եք ծանր մուրճը, պատրաստ հարվածելու, երբ ձեռքերդ դողում են կատաղությունից և անզորությունից։ Գևորգը կանգնած էր իր հոր կյանքի գործի բեկորների վրա, իսկ կոկորդում սեղմվում էր արյան համը։ Մարմարե սրբությունը վերածվել էր փոշու, իսկ դիմացը կանգնած թշնամին սառը ժպտում էր, սպասելով նրա հարվածին։ Մի սխալ շարժում, և Սուրբ Խաչքարի փոխարեն այսօր արյուն կհեղվեր։ Նա պետք է ընտրեր՝ դառնալ մարդասպան, թե գտնել մի ուժ, որն ավելի սուր է և ավելի հատու, քան ցանկացած երկաթյա զենք։ Շատերը կարծում են, թե քրիստոնեական խոնարհությունը թուլություն է, բայց այս պատմությունը հիմնահատակ կփշրի այդ կարծրատիպը։ Դուք կտեսնեք մի անոհոք պայքար, որտեղ հաղթանակը գալիս է այնտեղից, որտեղ ոչ ոք չէր սպասում։ Ամենացնցողը այն է, թե ի վերջո ինչ արեց վարպետը կոտրված քարի բեկորների հետ։ Դա մի քայլ էր, որը ստիպեց անգամ ամենադաժան սրտերին քարանալ զարմանքից և փոխեց ամեն ինչ։ Պատրաստ եք տեսնելու անհնարինը։ Բաժանորդագրվեք հենց հիմա, սեղմեք զանգակը և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք, թե աշխարհի որ ծայրից ենք հետևում այս հրաշքին։ Արարատյան դաշտը խեղդում էր Գևորգի կոկորդը, սակայն ավելի խեղդող էր այն փոշին, որը ամպի պես կախվել էր նրա հինավուրց արհեստանոցի վրա, երբ դրսում աշխատող հսկայական տեխնիկան հերթական անգամ հարվածեց հողին և ցնցեց շինության հիմքերը։ 50 տարեկան վարպետը, որի ձեռքերը պատված էին քարի սպիտակ փոշով և տարիների կոշտուկներով, ամուր սեղմեց ուրաքը, որպեսզի այն դուրս չսահի քթնած ափերից, և նայեց իր առջև կանգնած կիսավարդ խաչքարին, որի վրա նա փորագրում էր հավերժության նշանը։ Դրսից լսվող մետաղի և քարի բախման սարսափելի ձայնը կարծես սղոցում էր նրա նյարդերը, և նա զգում էր, թե ինչպես է զարկերակը խփում քունքերին, երբ առաստաղից մի մեծ ծեփամածիկի կտոր պոկվեց և ընկավ ուղիղ սուրբ սեղանի մոտ դրված մոմակալի կողքին։ Անկյունում կանգնած Մարիամը, որը 38 տարեկան էր և միշտ փորձում էր խաղաղություն պահպանել այս քաոսի մեջ, վախեցած ճիճ արձակեց և գրկեց կրծքին սեղմած հին ավետարանը, կարծես այն վահան լիներ փլուզվող աշխարհի դեմ։ Գևորգը չհասցրեց անգամ շրջվել և հանգստացնել նրան, երբ արհեստանոցի ծանր փայտե դուռը աղմուկով բացվեց և ներս ընկավ Կարենը, 35 տարեկան երիտասարդ օգնականը, որի աչքերը վառվում էին կատաղությունից, իսկ շնչառությունը կծկտուր էր վազքից։ Կարենը մի քայլով հասավ վարպետին և բռնեց նրա ուսից, մատները խրելով Գևորգի մաշված վերնաշապիկի մեջ, և գոռաց այնպես, որ նրա ձայնը խլացրեց անգամ դրսի տրակտորի աղմուկը։ Նա ասաց, որ Տիգրանի մարդիկ արդեն քանդել են հարևան ցանկապատը և հիմա չափագրում են հենց արհեստանոցի մուտքի մոտ գտնվող տարածքը, որտեղ դրված են դարավոր տուֆե քարերը։ Գևորգը զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում, քանի որ այդ քարերը պարզապես շինանյութ չէին, այլ նրա պապերի հիշատակը, որոնք նա պահում էր հատուկ պատվերի համար։ Առանց մի բառ ասելու, վարպետը ցած դրեց գործիքները սեղանին այնպիսի ուժով, որ մետաղը զնգաց և շարժվեց դեպի դուրս, իր հետևից տանելով փոշու մի ալիք։ Մարիամը փորձեց կանգնեցնել նրան, բռնելով թևից և աղերսելով, որ նա չգնա, որովհետև արյուն կհեղվի, բայց Գևորգի հայացքն արդեն սևեռված էր դեպի բաց դուռը, որտեղից երևում էր շինհրապարակի դժոխային տեսարանը։ Կարենը վերցրեց դռան մոտ դրված երկաթյա ձողը և հետևեց վարպետին, պատրաստ ամենավատթարին, մինչդեռ Մարիամը սկսեց բարձրաձայն աղոթել, խնդրելով Տիրոջը ողորմություն անել։ Դրսում արևը անխնա այրում էր, և օդը լցված էր դիզվառելիքի ու փոշու խառնուրդով, որը դժվարացնում էր շնչելը, իսկ շինհրապարակի կենտրոնում կանգնած էր Տիգրանը, 45 տարեկան գործարարը, որի թանկարժեք կոստյումը և փայլուն կոշիկները կտրուկ հակադրվում էին շրջապատի ավերակներին։ Նա հեռախոսով հրահանգներ էր տալիս էքսկավատորի վարորդին, ձեռքով ցույց տալով հենց այն կետը, որտեղ դրված էր Գևորգի ամենասիրելի խաչքարի նախատիպը։ Գևորգը մոտեցավ նրան արագ քայլերով, և նրա կոշտ կոշիկները դոփուլ էին գետնին, կարծես պատերազմի թմբուկներ լինեին։ Երբ նրանք դեմ առ դեմ կանգնեցին, Տիգրանը դանդաղ իջեցրեց հեռախոսը և հեգնական ժպիտով նայեց վարպետի փոշոտ դեմքին, կարծես նայեր մի անպիտան միջատի։ Գևորգը պահանջեց անմիջապես դադարեցնել աշխատանքները և հեռացնել տեխնիկան սրբազան քարերից, բայց Տիգրանը միայն ծիծաղեց և պատասխանեց, որ այս հողն արդեն գնված է։ Եվ հին քարերը ոչ մեկին պետք չեն նոր հյուրանոցի կողքին։ Այդ պահին Կարենը, չկարողանալով զսպել իրեն, առաջ նետվեց, ձողը վեր բարձրացրած, և գոռաց, որ կջարդի ցանկացած մեկի գլուխը, ով կհամարձակվի ձեռք տալ խաչքարին։
Իրավիճակը հասավ գագաթնակետին, երբ Տիգրանի թիկնապահները, որոնք մինչ այդ աննկատ կանգնած էին մեքենայի հետևում, առաջ եկան և փակեցին իրենց տիրոջը, ձեռքերը տանելով դեպի գոտկատեղերը, որտեղ երևում էին զենքի պատյանները։ Գևորգը հասկացավ, որ մի սխալ շարժում և այս սուրբ հողը կներկվի արյամբ, բայց նրա ներսում եռացող արդար ցասումը պահանջում էր գործողություն։ Նա բռնեց Կարենի ձեռքը, որը դողում էր լարվածությունից, և փորձեց ետ քաշել նրան, բայց երիտասարդը քարացել էր տեղում, աչքերը հարած Տիգրանի դեմքին։ Հենց այդ վճռորոշ պահին, երբ թվում էր, թե բախումն անխուսափելի է, փողոցի ծայրից լսվեց արագ քայլերի ձայն, և ամբոխի միջով ճեղքելով անցավ Տեր Հովհաննեսը, 40 տարեկան քահանան, որի սև սքեմը ծածանվում էր քամուց։ Նա կանգնեց ուղիղ երկու կողմերի մեջտեղում, խաչը պահելով վեր, և նրա ձայնը որոտաց այնպիսի ուժգնությամբ, որ անգամ շինարարները անջատեցին շարժիչները։ Քահանանը նայեց Գևորգին, ապա Տիգրանին և հարցրեց, թե արդյոք նրանք պատրաստվում են Քրիստոսի տունը կառուցել եղբայրասպանության հիմքի վրա։ Լռությունը, որ տիրեց շինհրապարակում, ավելի ծանր էր, քան նախորդող աղմուկը, և բոլորի հայացքներն ուղղվեցին Տեր Հորը, ով շնչակտուր էր եղել վազքից, բայց կանգնած էր անսասան։ Գևորգը զգաց, թե ինչպես են իր բռունցքները թուլանում, բայց սիրտը դեռ բաբախում էր վրեժի ծարավով, երբ տեսավ, թե ինչպես է Տիգրանը արհամարհանքով թափ տալիս կոստյումի վրայի փոշին և շրջվում դեպի մեքենան։ Տեր Հովհաննեսը մոտեցավ Գևորգին, ձեռքը դրեց նրա դողացող ուսին և ցածր ձայնով, որպեսզի միայն նա լսի, հիշեցրեց Հիսուսի խոսքերը սիրո և ներման մասին։ Սակայն Գևորգի հոգում փոթորիկ էր, նա նայեց կիսավեր ցանկապատին, իր վախեցած աշակերտին և հասկացավ, որ Աստծո խոսքը հիմա թվում է ամենադժվար բանը աշխարհում, երբ թշնամին կանգնած է դարպասի մոտ։ Նա նայեց քահանայի աչքերին և հարցրեց, թե ինչպես կարելի է սիրել նրան, ով եկել է գողանալու, սպանելու և կործանելու։ Բայց պատասխանի փոխարեն լսվեց էքսկավատորի շարժիչի նորից միացվող հզոր դղրդյունը, որը ազդարարում էր պայքարի միայն սկիզբը։ Երեկոյան խավարը դանդաղորեն իջավ Գևորգի տան վրա, սակայն այն չկարողացավ ծածկել այն ծանր լարվածությունը, որը թանձրացել էր հյուրասենյակում և կախվել ընթրիքի սեղանի վրա, որտեղ տաք ճաշը վաղուց արդեն սառել էր և կորցրել իր բույրը։ Գևորգը նստած էր սեղանի գլխին, ձեռքերը հենած սպիտակ սփռոցին և նայում էր իր առջև դրված հացին, որը նրան թվում էր քարի պես կարծր ու անհասանելի։ Մինչդեռ նրա կողքին նստած կինը, Անահիտը, անհանգիստ հայացքով հետևում էր ամուսնու յուրաքանչյուր շարժմանը, վախենալով խախտել լռությունը։ Սենյակի մյուս ծայրում ետ ու առաջ էր քայլում Գևորգի կրտսեր եղբայրը, 40-ամյա Լևոնը, որի կոստյումի փողկապը թուլացված էր, իսկ դեմքի մկանները ձգված էին զայրույթից, և նրա կոշիկների ձայնը մանրահատակի վրա հնչում էր որպես ժամացույցի տկտկոց, որը հաշվում էր պայթյունին մնացած վայրկյանները։ Լևոնը հանկարծ կանգ առավ սեղանի մոտ, ձեռքը ուժգին խփեց փայտե մակերեսին, այնպես որ ափսեները զնգացին, և նրա ձայնը դուրս պրծավ կոկորդից խզված ու չարացած, երբ նա հայտարարեց, որ այսպես շարունակել անհնար է և որ Տիգրանի նման մարդկանց հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով։ Նա պնդում էր, որ արդեն պայմանավորվել է քաղաքի լավագույն փաստաբանների հետ և անգամ գտել է մարդկանց, ովքեր կարող են ոչ պաշտոնական ճանապարհով բացատրել շինարարին, որ նա սխալ տեղ է մտել և որ իրենց ընտանիքը պատրաստ է պատերազմի, եթե դրա կարիքը լինի։ Գևորգը դանդաղ բարձրացրեց հայացքը և նայեց եղբորը, տեսնելով նրա աչքերում այն նույն կրակը, որը տեսել էր առավոտյան Կարենի աչքերում, և զգաց, թե ինչպես է սիստը ծանրանում մի անասելի բերի տակ, որը նրան տվել էր Տեր Հովհաննեսը։ Նա ձեռքը մեկնեց դեպի պահարանը, որտեղ դրված էր հին մաշված կազմով ընտանեկան ավետարանը, և դողացող մատներով բացեց այն էջը, որտեղ Քրիստոսը խոսում էր լեռան վրա, սովորեցնելով սիրել թշնամիներին և աղոթել հալածողների համար։ Վարպետը սկսեց կարդալ բարձրաձայն, բայց նրա ձայնը հնչում էր թույլ ու անվստահ, կարծես ինքն էլ մինչև վերջ չէր հավատում, որ այդ բառերը կարող են կանգնեցնել բուլդոզերները կամ փափկացնել Տիգրանի քարացած սիրտը։ Նա կարդում էր այն մասին, որ եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ են սիրում, ապա ինչ վարձ կունենաք, և որ կատարյալ լինելու համար պետք է նմանվել երկնային Հորը, ով իր արևը ծագեցնում է թե չարերի, թե բարիների վրա։
Սակայն Աստծո խոսքը փոխանակ խաղաղություն բերելու կարծես բենզին լցրեց Լևոնի զայրույթի կրակի վրա, եւ կրտսեր եղբայրը կտրուկ խլեց գիրքը Գևորգի ձեռքից, գրեթե պատռելով էջը, եւ գոռաց, որ հիմա քարոզների ժամանակը չէ։ Լևոնի դեմքը կարմրել էր, եւ նա մատը տնկեց դեպի պատուհանը, որի հետևում երևում էին շին հրապարակի լույսերը, եւ հարցրեց եղբորը, թե արդյոք նա իսկապես հավատում է, որ Տիգրանը կկարդա այդ տողերը եւ կզղջա։ Նա մեղադրեց Գևորգին թուլամորթության մեջ, ասելով, որ Քրիստոսի խոսքերը սխալ են մեկնաբանվում եւ որ իրական քրիստոնյան պետք է պաշտպանի իր տունն ու սրբությունը սրով, եթե հարկ լինի, այլ ոչ թե գլուխ խոնարհի գողի առաջ։ Անահիտը, տեսնելով եղբայրների միջև աճող անդունդը, վեր կացավ տեղից եւ փորձեց հանգստացնել Լևոնին, բռնելով նրա թևից եւ հիշեցնելով, որ նրանք մի արյուն են, բայց Լևոնը թափ տվեց ձեռքը եւ հայտարարեց, որ եթե Գևորգը որոշել է լինել զոհ, ապա ինքը չի պատրաստվում նույնն անել։ Նա ասաց, որ վաղը առավոտյան իր մարդիկ կլինեն շին հրապարակում եւ նրանք կխոսեն Տիգրանի հետ այնպես, ինչպես նա արժանի է, անկախ նրանից Գևորգը համաձայն է թե ոչ։ Սենյակում տիրեց ծանր լռություն, որը խախտվում էր միայն Անահիտի հեկեկոցով, իսկ Գևորգը նայում էր սեղանին դրված բաց ավետարանին եւ զգում, որ ընտանիքը, որը միշտ եղել է իր ամրոցը, հիմա փլուզվում է հենց այն փորձության պատճառով, որը պետք է միավորեր նրանց։ Գիշերվա կեսին, երբ Լևոնը վաղուց հեռացել էր շխրկացնելով դուռը, եւ Անահիտը գնացել էր ննջարան աչքերը սրբելով, Գևորգը դեռ նստած էր մոմի լույսի տակ եւ նայում էր Քրիստոսի պատկերին, որը կախված էր պատից։ Նա մտովի վերադառնում էր Տեր Հովանեսի խոսքերին եւ փորձում էր հասկանալ, թե որտեղ է սահմանը խոնարհության եւ պայքարի միջև, քանի որ նրա հոգին երկատված էր երկու իրականության մեջ՝ երկնային պատվիրանի եւ երկրային անարդարության։ Նա հիշեց իր հորը, ով միշտ ասում էր, որ խաչքարը կերտվում է հարվածների տակ եւ որ քարը պետք է ցավ զգա, որպեսի դառնա գեղեցիկ։ Բայց արդյոք մարդու հոգին կարող է դիմանալ այնքան հարվածների, որքան քարը։ Գևորգը վեր կացավ, մոտեցավ պատուհանին եւ նայեց դուրս, որտեղ խավարի մեջ ուրվագծվում էր իր արհեստանոցի ստվերը, եւ հասկացավ, որ վաղվա օրը բերելու է ոչ միայն Տիգրանի հետ պայքարը, այլև պայքար հարազատ եղբոր դեմ, ով ընտրել էր վրեժի ճանապարհը։ Նա զգաց մի սարսափելի մենակություն, որը պատում է մարդուն, երբ նա որոշում է քայլել նեղ ճանապարհով, եւ այդ պահին նա արեց միակ բանը, որ կարող էր, ծնկի իջավ սառը հատակին եւ սկսեց աղոթել ոչ թե հաղթանակի, այլ իմաստության համար, որպեսի կարողանա տարբերել Աստծո կամքը սեփական հպարտությունից։ Առավոտյան արևի շողերը դեռ նոր էին ընկել արհեստանոցի փոշոտ հատակին, երբ Գևորգը դողացող ձեռքերով վերցրեց պահարանի ամենավերին դարակից այն փոքրիկ, բայց անասելի նրբությամբ քանդակված խաչքարը, որի վրա աշխատել էր ամիսներ շարունակ, փորագրելով նռան հատիկներն ու խաղողի ոգկույզները այնպեսի վարպետությամբ, որ քարը թվում էր կենդանի շնչող էակ։ Նա սրբեց տուֆի վրայի անտեսանելի փոշին իր վերնաշապիկի թևով, խորը շունչ քաշեց, փորձելով հանդարտեցնել սրտի խելահեղ բաբախյունը եւ շրջվեց դեպի դուռը, որտեղ կանգնած էր Լևոնը, ձեռքերը կրծքին խաչած եւ դեմքին մի արհամարհական ծամածռություն, որն ավելի ցավոտ էր, քան ցանկացած հարված։ Կրտսեր եղբայրը, տեսնելով Գևորգի ձեռքի նվերը, քմծիծաղ տվեց եւ դառնությամբ հարցրեց, թե արդյոք վարպետը որոշել է խայտառակել իրենց տոհմը, գնալով եւ աղերսելով թշնամուն մի կտոր քարի համար։ Բայց Գևորգը չպատասխանեց, միայն հայացքը ուղղեց դեպի Քրիստոսի խաչը եւ դուրս եկավ բակ, որտեղ շինարարական աղմուկն արդեն սկսել էր խլացնել առավոտյան թռչունների երգը։ Մարիամը, որը ջուր էր ցանում բակի չորացած ծաղիկներին, վախեցած նայեց վարպետին, տեսավ նրա գունատ դեմքն ու վճռական քայլվածքը եւ առանց մի բառ ասելու խաչակնքեց նրա հետևից, կարծես նա գնում էր ոչ թե հարևան շին հրապարակ, այլ առյուծների գուբը, որտեղ նրան սպասում էր անխուսափելի հոշոտում։ Գևորգը քայլում էր փոշու ամպերի միջով, որոնք բարձրանում էին ծանր բեռնատարների անիվների տակից, եւ յուրաքանչյուր քայլը նրան թվում էր մի դար, քանի որ նրա ներսում պայքարում էին հպարտությունն ու հնազանդությունը, եւ նա ստիպված էր ճնշել իր մեջ ապրող տղամարդկային արժանապատվությունը, հանուն այն բարձրագույն սիրո, որի մասին քարոզում էր Տեր Հովանեսը։ Երբ նա մոտեցավ Տիգրանի շարժական գրասենյակին, ժամանակակից սառը մետաղից կառուցված մի տնակի, անվտանգության աշխատակիցը կոպտորեն կանգնեցրեց նրան, պահանջելով բացատրություն, եւ Գևորգը ստիպված եղավ խոնարհաբար խնդրել, որ իրեն թույլ տան տեսնել ղեկավարին ընդամենը 1 րոպեյով։ Ներսում օթորակիչի սառը օդը հարվածեց նրա քթնած դեմքին,
եւ նա տեսավ Տիգրանին, ով նստած էր լայնասարք սեղանի հետևում եւ խոսում էր հեռախոսով, ոտքերը դրած սեղանին, անգամ չնայելով ներս մտնողին։ Գևորգը կանգնեց դռան մոտ, ձեռքում սեղմած խաչքարը, եւ սպասեց այնքան, մինչև Տիգրանը ավարտեց խոսակցությունը եւ դանդաղ ալարկոտ հայացքով նայեց նրան, հարցնելով, թե ինչ է կորցրել Քարտաշը իր կաբինետում, եւ արդյոք նա եկել է հանձնվելու եւ ստորագրելու փաստաթղթերը։ Վարպետը մոտեցավ սեղանին, դողացող ձեռքերով դրեց նուրդ քանդակված խաչքարը փայլուն մակերեսին, թղթերի եւ սուրճի բաժակի կողքին, եւ նայելով Տիգրանի աչքերի մեջ, ասաց, որ սա նվեր է նրա համար, մի օրհնություն նրա աշխատանքին, որպեսզի Աստված խաղաղություն տա նրա գործերին եւ մտքերին։ Սենյակում տիրեց ճնշող լռություն, որի ընթացքում լսվում էր միայն պատի ժամացույցի տկտկոցը, եւ Տիգրանը վերցրեց քարը, պտտեց մատների մեջ, զննեց նախշերը, դեմքին ունենալով անընթեռնելի արտահայտություն, որը մի պահ Գևորգին հույս ներշնչեց, թե գուցե սառույցը հալվում է։ Սակայն հաջորդ վայրկյանին Տիգրանի դեմքը ծռվեց արհամարհանքից, եւ նա կտրուկ շարժումով նետեց արվեստի գործը ուղիղ սեղանի տակ դրված մետալյա աղբարկղի մեջ, որտեղից լսվեց քարի եւ մետաղի բախման խուլ սրտաճմլիկ ձայնը, որը կարծես կոտրեց Գևորգի ողնաշարը։ Տիգրանը ոտքի կանգնեց, հենվեց սեղանին եւ սառը, դաժան ձայնով ասաց, որ իրեն պետք չեն Գևորգի քարերը կամ օրհնությունները, իրեն պետք է միայն հողը, եւ եթե վարպետը կարծում է, թե կարող է գնել իրեն նման խաղալիքներով, ապա նա ավելի հիմար է, քան թվում էր։ Գևորգը դուրս եկավ գրասենյակից, ոտքերը հազիվ քարշ տալով, կարծես նրա ուսերին դրված էր ամբողջ աշխարհի ծանրությունը, եւ արևի պայծառ լույսը այժմ նրան թվում էր խավար, իսկ մարդկանց հայացքները դատավճիռ։ Երբ նա հասավ արհեստանոցի բակ, Լևոնը, ով սպասում էր դարպասի մոտ, ծխախոտը նյարդային քաշելով, նայեց եղբոր դատարկ ձեռքերին եւ քախված գլխին, եւ նրա դեմքին հայտնվեց դառը հաղթանակի ժպիտը։ Լևոնը մոտեցավ, բռնեց Գևորգի ուսից եւ բարձրաձայն, որպեսզի բոլորը լսեն, ասաց, որ հիմա հուսով է, եղբայրը հասկացավ, որ ավետարանը չի փրկի նրանց գայլերից, եւ որ ժամանակն է թողնել հեքիաթներն ու գործի անցնել տղամարդավարի։ Գևորգը ոչինչ չասաց, միայն նստեց կոտրված քարի բեկորի վրա եւ գլուխը առավ ափերի մեջ, զգալով անասելի դատարկություն, որովհետեւ նա արել էր այն, ինչ պատվիրել էր Քրիստոսը, բայց փոխանակ խաղաղության ստացել էր ստորացում եւ ավելի մեծ պառակտում իր ընտանիքում։ Հենց այդ պահին մոտեցավ Տեր Հովանեսը, ով լուր հետևում էր տեսարանին, եւ նստեց Գևորգի կողքին, չփորձելով մխիթարել սուտ խոսքերով, այլ միայն ցածր ձայնով ասաց, որ ցորենի հատիկը պետք է հողի մեջ ընկնի եւ մեռնի, որպեսզի պտուղ տա, եւ որ այսօր Գևորգի հպարտությունն էր, որ մեռավ այդ աղբարկղի մեջ, եւ դա ամենակարևոր սկիզբն է։ Գևորգի պարտությունը դեռ թարմ էր նրա հիշողության մեջ, երբ հաջորդ առավոտյան նա արթնացավ մի նոր, ավելի դաժան իրականության մեջ, որտեղ Տիգրանը որոշել էր օգտագործել իր ամենասուր զենքը՝ հանրային կարծիքը։ Քաղաքի գլխավոր թերթի առաջին էջում տպագրված էր մի հսկայական հոդված, որը Գևորգի ընտանիքին ներկայացնում էր որպես հետադելխաբեբաներ, ովքեր ապօրինի զավթել են հողը եւ խոչընդոտում են քաղաքի զարգացմանը, թաքնվելով կեղծ բարեպաշտության դիմակի տակ։ Վարպետը կարդում էր տողերը եւ յուրաքանչյուր բառը կարծես ապտակ լիներ նրա դեմքին, քանի որ հոդվածում նշվում էր, որ նա օգտագործում է եկեղեցին եւ սրբությունը որպես վահան իր անձնական շահերը պաշտպանելու համար։ Անահիտը, տեսնելով ամուսնու գունատ դեմքը, վերցրեց թերթը եւ սկսեց լաց լինել, որովհետեւ նա հասկանում էր, որ սա ավելի վատ է, քան ցանկացած ֆիզիկական հարված, քանի որ սա հարվածում էր նրանց պատվին, որը հայ քրիստոնյայի համար ամենաթանկն է։ Կեսօրին, երբ Գևորգի մայրը, 70-ամյա Սիրանուշը, գնաց շուկա, ինչպես միշտ, նա զգաց, որ օդը փոխվել է, եւ մարդկանց հայացքները դարձել են սառը ու խուսափողական։ Նա մոտեցավ իր վաղեմի հարևանուհուն, տիկին Վարդուշին, որից տարիներ շարունակ պանիր էր գնում, եւ ժպտալով բարևեց, բայց Վարդուշը շրջեց գլուխը եւ սկսեց դասավորել ապրանքը, իբր չնկատելով ծեր կնոջը։ Սիրանույշը, չհասկանալով կատարվածը, կրկնեց իր ողջույնը, եւ այդ ժամանակ Վարդուշը բարձր ձայնով, որպիսի բոլորը լսեն, ասաց, որ ինքը խաբեբաների մորը ապրանք չի վաճառի, եւ որ ամոթ է եկեղեցու անունը օգտագործել սեփական գրպանը լցնելու համար։ Շուկայում տիրեց լռություն, եւ բոլորը նայեցին Սիրանույշին, ով կանգնած էր մեջտեղում փոքրիկ ու անպաշտպան, եւ նրա աչքերից հոսեցին արցունքները, որոնք նա փորձում էր թաքցնել իր գլխաշորի ծայրով։ Նա շրջվեց եւ արագ քայլերով հեռացավ, թողնելով իր դատարկ զամբյուղը, իսկ մեջքի հետևում լսվում էին մարդկանց փսփսինքներն ու քննադատությունները, որոնք ավելի ցավոտ էին, քան քարերը։
Երեկոյան տանը տիրում էր սգո մթնոլորտ, և Լևոնը, իմանալով մոր հետ կատարվածի մասին, կատաղությունից պայթում էր, հարվածելով պատին և գոռալով, որ սա է Գևորգի քրիստոնեական սիրո արդյունքը։ Նա մեղադրում էր եղբորը, որ նրա թուլամորթության պատճառով հիմա ամբողջ քաղաքը ծաղրում է իրենց, և որ նրանք կորցրել են ոչ միայն հողը, այլև իրենց անանը, որը կառուցել էին տասնամյակներով։ Գևորգը նստած էր անկյունում, գլուխը կախ, և չէր կարողանում պատասխանել, որովհետև նրա ներսում ևս առաջացել էր կասկածի որդը։ Արդյոք նա ճիշտ է հասկացել Քրիստոսի խոսքերը, թե պարզապես միամիտ հիմար է, ով թույլ տվեց գայլերին հոշոտել իր հոտը։ Անահիտը փորձում էր հանգստացնել սկեսրոջը, ով պառկած էր բազմոցին և դեղահաբեր էր խմում, բայց անգամ նրա հայացքում Գևորգը կարդում էր թաքնված հարց. «Արժե՞ր արդյոք այս ամենը»։ Իրավիճակը ավելի բարդացավ, երբ դուռը թակեցին, և ներս մտան համայնքի մի քանի հարգված անդամներ, գլխավորությամբ ծխական խորհրդի ատենապետի, ովքեր եկել էին բարեկամական խորհուրդ տալու։ Նրանք նստեցին հյուրասենյակում, դեմքներին լուրջ ու մտահոգ արտահայտություն, և սկսեցին խոսել այն մասին, որ Գևորգի պահվածքը վնասում է ամբողջ եկեղեցու հեղինակությանը, և որ մարդիկ սկսել են խոսել, թե քրիստոնյաները թույլ են և չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները։ Ատենապետը առաջարկեց Գևորգին դատի տար թերթին և Տիգրանին, ասելով, որ Աստված նաև արդարության Աստված է, և որ երբեմն պետք է սուր վերցնել հանուն ճշմարտության։ Գևորգը լսում էր նրանց և զգում, թե ինչպես է ճնշումը մեծանում չորս կողմից՝ ընտանիքից, հասարակությունից և անգամ եկեղեցուց, և նա հայտնվել էր մի փակուղում, որտեղ Քրիստոսի խոսքերը թվում էին անհնարին և անիրականանալի այս դաժան աշխարհում։ Նա նայեց Տեր Հովհաննեսին, ով նստած էր լուռ և աղոթում էր, և հասկացավ, որ հիմա նա մենակ է իր ընտրության մեջ, կանգնած անդունդի եզրին, որտեղ մի քայլը կարող է տանել կործանման, իսկ մյուսը դեպի անհայտություն։ Արևը դեռ չէր հասցրել բարձրանալ լեռների հետևից, երբ Գևորգը, հոգեպես և ֆիզիկապես սպառված, հասավ հինավուրց Գեղարդավանքի դարպասներին, որտեղ դարեր շարունակ քարերը պահել էին ճգնավորների աղոթքներն ու արցունքները։ Նա փախել էր քաղաքի աղմուկից, Տիգրանի սպառնալիքներից, հարևանների դատապարտող հայացքներից և անգամ իր ընտանիքի հարցականներից, փնտրելով մի անկյուն, որտեղ կարող էր լռեցնել իր գլխում պտտվող քաոսը։ Վարպետը նստեց վանքի բակի մի հին մամրակալած քարի վրա, գլուխը հենելով սառը պատին, և փակեց աչքերը, զգալով միայն դատարկություն, որովհետև բառերն այլևս չէին գալիս, և աղոթքը մնացել էր կոկորդում խեղդված։ Նա մտածում էր, որ գուցե ինքը սխալ է հասկացել ամեն ինչ, գուցե Քրիստոսի խոսքերը նախատեսված են միայն սրբերի համար, իսկ ինքը հասարակ մեղավորը պարզապես փորձում է թռչել առանց թևերի, ընկնելով անդունդը։ Լռության մեջ լսվում էր միայն քամու սուլոցը ժայռերի արանքում և հեռվից եկող գետի խուլ ձայնը, որը կարծես ժամանակի անվերջ հոսքը լիներ, որը տանում էր իր հետ մարդկային բոլոր տառապանքները։ Հանկարծ Գևորգի ուշադրությունը գրավեց մի տեսարան, որը սկզբում թվաց աննշան, բայց հետո դարձավ այն կայծը, որը պայթեցրեց նրա հոգու խավարը։ Մի խումբ չարաճճի տղաներ, որոնք խաղում էին բակում, քարեր էին նետում մի թափառական շան վրա, որը վախեցած կծկվել էր անկյունում։ Մի ծերվանական, սպիտակ մորուքով և մաշված քեմով, դանդաղ մոտեցավ նրանց, բայց փոխանակ բարկանալու կամ քարոզ կարդալու, նա լուռ կռացավ և վերցրեց այն քարը, որը քիչ էր մնում դիպչեր կենդանուն։ Տղաները քարացան, սպասելով պատժի, բայց վանականը ժպտաց նրանց, շոյեց քարի կոպիտ մակերեսը և դանդաղ քայլերով տարավ այն դեպի վանքի կիսավեր պարիսպը, որտեղ մի մեծ ճեղք էր առաջացել։ Նա խնամքով դրեց քարը այդ ճեղքի մեջ, ամրացրեց այն մի քիչ ցեխով և ափով հարթեցրեց, դարձնելով այն պատի մի մասը, որը հիմա ավելի ամուր էր, քան առաջ։ Այդ պահին Գևորգի գլխում կարծես որոտաց մի ձայն, որը ավելի հստակ էր, քան ցանկացած քարոզ։ Սիրել թշնամուդ չի նշանակում թույլ տալ նրան սպանել քեզ, այլ նշանակում է վերցնել նրա նետած քարը և դրանով կառուցել քո տունը։ Նա հասկացավ, որ Տիգրանի ատելությունը, նրա հարվածները, հասարակության քննադատությունը, այդ բոլորը էներգիա են, որը կարելի է կամ թողնել, որ քանդի քեզ, կամ ուղղել դեպի արարում։ Քրիստոսը խաչի վրա չէր պայքարում հռոմեացիների դեմ սրով, նա վերցրեց նրանց չարությունը և այն վերածեց փրկության գործիքի, մահը դարձնելով կյանքի դուռ։ Գևորգը զգաց, թե ինչպես է մի տաք ալիք բարձրանում սրտից դեպի ուղեղը, և նրա աչքերը լցվեցին արցունքներով, բայց այս անգամ դրանք ուրախության և ազատագրման արցունքներ էին, որովհետև նա գտել էր բանալին, որը փնտրում էր ամբողջ կյանքում։ Վարպետը վեր կացավ տեղից, զգալով մի անսովոր թեթևություն, և նայեց վանականին, ով շարունակում էր իր գործը, անտեսելով աշխարհի ունայնությունը։
Գևորգը հասկացավ, որ ինքը սխալ էր գործում, փորձելով փափկացնել Տիգրանին նվերներով կամ համոզել նրան խոսքերով, քանի որ դա պարզապես մուրացքանություն էր, ոչ թե սեր։ Իսկական սերը պահանջում է ուժ, վերցնելու հարվածը եւ այն չվերադարձնելու, այլ օգտագործելու այն որպես հիմք նոր, ավելի մեծ բան կառուցելու համար։ Նա հիշեց իր արհեստանոցը, իր կոտրված խաչքարը, իր բաժանված ընտանիքը եւ հասկացավ, որ Տիգրանը իր թշնամին չէ, այլ իր գործիքը, որը Աստված ուղարկել է ստիպելու իրեն կառուցել մի տաճար, որը ոչ ոք չի կարող քանդել։ Երբ Գևորգը վերադարձավ քաղաք, արևը արդեն մայր էր մտնում, ներկելով երկինքը վառ կարմիր գույներով, եւ նրա դեմքին կար մի խաղաղություն, որը ստիպեց Անահիտին եւ Լևոնին լռել եւ զարմանքով նայել նրան։ Նա չասաց ոչ մի բառ իր բացահայտման մասին, բայց նրա աչքերում այլևս չկար վախ կամ կասկած, այլ կար մի հաստատուն վճռականություն, գործելու այլ կերպ։ Նա մոտեցավ սեղանին, որտեղ դրված էին դատական փաստաթղթերը, որոնք Լևոնը պատրաստել էր, եւ դանդաղ մի կողմ դրեց դրանք, ասելով, որ նրանք այլևս պետք չեն գալու, որովհետեւ ինքը գտել է ճանապարհը, որը ոչ թե տանում է դեպի դատարան, այլ դեպի հաղթանակ առանց կռվի։ Լևոնը փորձեց առարկել, բայց տեսնելով եղբոր հայացքը, հասկացավ, որ Գևորգը տեսել է մի բան, որը իրեն անհասանելի է, եւ առաջին անգամ զգաց մի տարօրինակ հարգանք, խառնված վախի հետ, որովհետեւ նա հասկացավ, որ խաղի կանոնները փոխվել են։ Հաջորդ առավոտյան Գևորգը հավաքեց իր ամբողջ ընտանիքին հին ավուրց արհեստանոցի կենտրոնում, որտեղ փոշին դեռ պարում էր արևի շոհերի մեջ, եւ նրա դեմքին կար մի այնպիսի խաղաղություն ու վճռականություն, որը ստիպեց բոլորին լռել եւ լարված սպասել։ Լևոնը կանգնած էր ձեռքերը կրծքին խաչած, դեմքին թերահավատ ժպիտ, իսկ Անահիտը նստած էր փայտե աթոռին, ձեռքերը դրած ծնկներին, կարծես պատրաստվելով հերթական վատ լուրին։ Գևորգը խորը շունչ քաշեց եւ հայտանարեց, որ ինքը որոշել է չպայքարել Տիգրանի դեմ դատարաններում եւ չպատասխանել նրա հարվածներին նույն ձևով, այլ փոխարենը նրանք կանեն մի բան, որը կփոխի խաղի կանոնները։ Նա ասաց, որ արհեստանոցի հետևում գտնվող լքված կիսավեր մատուռը, որը տարիներ շարունակ ծառայել էր որպես պահեստ, այսօրվանից սկսված կվերականգնվի իրենց ուժերով, բայց ոչ թե որպես սեփականություն, այլ որպես բոլորի համար բաց աղոթատեղի, եւ դա կլինի անվճար ի հեչուկս Տիգրանի շահութաբեր ծրագրերի։ Լևոնը, լսելով սա, բարձր ծիծաղեց եւ ասաց, որ եղբայրը վերջնականապես խելագարվել է, քանի որ փոխանակ պաշտպանելու իրենց ունեցվածքը նա որոշել է ծախսել վերջին գրոշները մի բանի վրա, որը Տիգրանը միևնույնը կքանդի։ Սակայն Գևորգը չընկրկեց եւ շարունակեց բացատրել, որ սա պարզապես շինարարություն չէ, այլ հոգեվոր պատերազմ, որտեղ զենքը ոչ թե ատելությունն է, այլ սերը։ Եվ որ, երբ Տիգրանը տեսնի, թե ինչպես են նրանք անշահախնդիր կերպով կառուցում Աստծո տունը հենց նրա քթի տակ, նրա խիղճը կարթնանա, կամ գոնե նա կհասկանա, որ կան բաներ, որոնք փողով չեն գնվում։ Անահիտը, ով մինչ այդ լուր էր, դանդաղ վեր կացավ տեղից, մոտեցավ ամուսնուն եւ նայեց նրա աչքերի մեջ, որտեղ տեսավ այն նույն կրակը, որը վառվում էր նրանց երիտասարդության տարիներին, երբ նրանք նոր էին սկսում իրենց կյանքը։ Նա բռնեց Գևորգի ձեռքը եւ ասաց, որ ինքը հոգնել է վախից ու անորոշությունից, եւ եթե սա է ճանապարհը, ապա ինքը պատրաստ է քայլել նրա հետ մինչև վերջ, որովհետեւ ավելի լավ է կառուցել, քան քանդել։ Այս խոսքերը կարծես էլեկտրական հոսանք անցկացրին սենյակով, եւ անգամ Լևոնի դեմքի հեգնանքը մի պահ անհետացավ, տեղի տալով զարմանքի ու շփոթմունքի։ Լուրը Գևորգի խելագար ծրագրի մասին արագ տարածվեց համայնքում, եւ երեկոյան արհեստանոցի բակում հավաքվեցին հարևանները, ովքեր նախորդ օրը երես էին թեքել նրանցից։ Ոմանք եկել էին հետաքրքրությունից, ոմանք ծաղրելու, իսկ ոմանք էլ թաքուն հույսով, որ գուցե սա իսկապես փրկություն է։ Տեր Հովանեսը կանգնած էր մատուռի ավերակների մոտ եւ օրհնում էր սկիզբը, ասելով, որ իսկական եկեղեցին ոչ թե քարերն են, այլ մարդիկ, ովքեր հավաքվում են հանուն Քրիստոսի, եւ որ Գևորգի արարքը վկայություն է այն բանի, որ հավատքը կենդանի է։ Մի երիտասարդ տղա, Արմենը, ով միշտ եղել էր Տիգրանի կողմնակիցը, մոտեցավ Գևորգին եւ հարցրեց, թե արդյոք նա իսկապես հավատում է, որ սա կաշխատի, եւ Գևորգը պատասխանեց, որ ինքը չգիտի կաշխատի թե ոչ, բայց գիտի, որ սա միակ ճիշտ բանն է, որ կարող է անել։ Արմենը մի պահ լռեց, ապա հանեց բաճկոնը, վերցրեց բահը եւ սկսեց մաքրել մատուռի ոտքը, ասելով, որ ինքն էլ է ուզում մասնակցել մի բանի, որը իրական է։
Սակայն ոչ բոլորն էին ոգևորված։ Լևոնը հեռացավ հայտարարելով, որ չի մասնակցի այս կրկեսին եւ կշարունակի փնտրել իրավական լուծումներ, իսկ մի քանի հին վարպետներ քննադատեցին Գևորգին, ասելով, որ նա վտանգում է ամբողջ արհեստանոցի ապագան։ Բայց Գևորգը այլևս չէր լսում նրանց, որովհետև նա տեսնում էր, թե ինչպես են մարդիկ, ովքեր տարիներով իրար հետ չէին խոսում, սկսում միասին քարեր կրել, ջուր բերել եւ աշխատել կողք կողքի։ Նա տեսավ, թե ինչպես է մայրը, Սիրանույշը, ով երեք լաց էր լինում շուկայում, հիմա ժպտում եւ հաց ու պանիր է բաժանում աշխատողներին, եւ հասկացավ, որ հրաշքը արդեն տեղի է ունենում, ոչ թե շենքի վերականգնման, այլ մարդկային հոգիների միավորման տեսքով։ Եվ մինչ արևը մայր էր մտնում, լուսավորելով կիսավեր մատուռի պատերը, Գևորգը զգաց, որ Քրիստոսի խորհուրդը «Սիրեք ձեր թշնամուն» իրականում նշանակում է ստեղծել մի տարածք, որտեղ թշնամանքը պարզապես տեղ չունի։ Առավոտյան լուսաբացին, երբ քաղաքը դեռ նոր էր արթնանում, Գևորգը եւ նրա մի քանի հավատարիվ ընկերները, զինված ոչ թե զենքերով, այլ բահերով ու մուրչերով, կանգնած էին մատուռի ավերակների մոտ, պատրաստ սկսելու մի գործ, որը պետք է դառնար նրանց պատասխանը աշխարհի չարությանը։ Հենց այդ պահին, կարծես զգալով վտանգը, շինհրապարակի դարպասները բացվեցին եւ ներս մտան Տիգրանի սև ջիպերը, բարձրացնելով փոշու ամպեր, որոնք ծածկեցին արևի լույսը։ Մեքենաներից դուրս եկան հաստավից թիկնապահները, ովքեր սկսեցին բարձր երաժշտություն միացնել, փորձելով խլացնել աշխատանքի ձայնը, եւ միաժամանակ սկսեցին աղբ ու շինարարական թափոններ լցնել հենց մատուռի մուտքի մոտ, ստեղծելով գարշահոտություն եւ քաոս։ Գևորգը մի պահ կանգ առավ, նայեց այդ տեսարանին, բայց փոխանակ զայրանալու կամ վիճելու, նա վերցրեց առաջին քարը, խաչակնքեց եւ դրեց այն պատի հիմքում, հանգիստ ու վստահ, կարծես ոչինչ չէր կատարվում։ Նրա կողքին կանգնած Արմենը, տեսնելով վարպետի անսասանությունը, ժպտաց եւ սկսեց մաքրել աղբը, առանց ուշադրություն դարձնելու թիկնապահների հայհոյանքներին ու ծաղրանքներին։ Իրավիճակը գնալով ավելի էր լարվում, երբ Տիգնանի մարդիկ, տեսնելով, որ իրենց սադրանքները չեն աշխատում, սկսեցին ավելի ագրեսիվ գործել, մոտենալով աշխատողներին եւ փորձելով հրել նրանց կամ խլել գործիքները։ Սակայն յուրաքանչյուր հրմշտոցին Գևորգը պատասխանում էր լռությամբ եւ նոր քար դնելով, եւ այս տեսարանը սկսեց գրավել անցորդների ուշադրությունը, ովքեր կանգնում էին ցանկապատի մոտ եւ զարմանքով հետևում այս տարօրինակ մարտին։ Հանկարծ ամբոխի միջից դուրս եկավ մի ծեր կին, ձեռքին ջրով լի դույլ եւ մոտեցավ Գևորգին, առաջարկելով խմել։ Եվ այդ պարզ ժեստը դարձավ բեկումնային պահ, որովհետեւ մարդիկ սկսեցին հասկանալ, որ այստեղ կատարվում է մի բան, որը վեր է վախից ու շահից։ Մի քանի երիտասարդներ, ովքեր մինչ այդ միայն դիտում էին, ցատկեցին ցանկապատի վրայով եւ միացան աշխատանքին, ձեռքից ձեռք փոխանցելով քարերը, եւ շուտով մատուռի շուրջը եռում էր կյանքը՝ ի հեճուկս բարձր երաժշտության եւ սպառնալիքների։ Կեսօրին, երբ արևը կիզիչ էր, Տիգրանը անձամբ եկավ հրապարակ, կատաղած տեսնելով, որ իր ծրագիրը ձախողվում է եւ որ մարդիկ փոխանակ վախենալու միավորվել են մի գաղափարի շուրջ։ Նա մոտեցավ Գևորգին, ով քրտինքի մեջ կորած շարում էր պատը, եւ գոռաց, որ նա ոչնչացնում է իր բիզնեսը եւ որ ինքը կքանդի այս ամենը հենց վաղը։ Գևորգը ուղեց մեջքը, նայեց Տիգրանի աչքերի մեջ եւ հանգիստ ձայնով ասաց, որ եթե նա քանդի, իրենք նորից կկառուցեն եւ այդպես կշարունակվի այնքան, մինչեւ Տիգրանը հոգնի քանդելուց, որովհետեւ սերը ավելի համառ է, քան ատելությունը։ Այս խոսքերը լսելով Տիգրանը մի պահ քարացավ, կարծես առաջին անգամ տեսավ իր դիմաց ոչ թե թշնամու, այլ մի ուժի, որը հնարավոր չէ կոտրել, եւ շրջվելով արագ հեռացավ, թողնելով իր մարդկանց շփոթված։ Երեկոյան, երբ աշխատանքը դադարեցվեց, մատուռի պատերը արդեն բարձրացել էին մի քանի շարքով, եւ մարդիկ, հոգնած բայց երջանիկ, նստել էին խարույկի շուրջ, կիսելով հացն ու ջուրը։ Անահիտը, ով ամբողջ օրը օգնել էր ամուսնուն, գրքեց նրան եւ ասաց, որ երբեք իրեն այսքան հպարտ չի զգացել։ Իսկ Լևոնը, ով հերվից հետևում էր ամեն ինչին, դանդաղ մոտեցավ եւ լուր վերցրեց մի քար, դնելով այն պատի վրա, ինչը նշանակում էր, որ նա էլ է ընդունում այս նոր ճանապարհը։ Գևորգը նայեց իր շուրջը, տեսնելով միասնությունը, որը ծնվել էր պայքարի ու սիրո միջից, եւ հասկացավ, որ Քրիստոսի խորհուրդը ոչ թե տեսություն է, այլ կենդանի իրականություն, որը կարող է փոխել աշխարհը քար առ քար։ Շինհրապարակի փոշին դեռ չէր նստել, երբ սև ամենագնացի դռները բացվեցին եւ Տիգրանը դուրս եկավ դեմքին ունենալով այնպիսի կատաղացություն, որը կարող էր այրել ամեն ինչ իր ճանապարհին։ Քանի որ նրան զեկուցել էին, որ շինարարությունը կանգնել է եւ մարդիկ հրաժարվում են ենթարկվել իր հրամաններին։
Նա խլեց մոտակա բանվորի ձեռքից ծանր մուրճը և վճռական, ծանր քայլերով շարժվեց դեպի կիսակառույց մատուռը, պատրաստ մեկ հարվածով հողին հավասարեցնելու այն ամենը, ինչ Գևորգն ու համայնքը կառուցել էին օրեր շարունակ, արհամարհելով նրա իշխանությունը։ Շրջապատում տիրեց մեռելային լռություն, բոլորը քարացել էին վախից, սպասելով անխուսափելի բախմանը, իսկ Լևոնը բնազդաբար առաջ նետվեց, բռունցքները սեղմած, պատրաստ ֆիզիկական ուժով պաշտպանելու եղբորը, բայց Գևորգը հանգիստ, բայց հաստատուն շարժումով կանգնեցրեց նրան և դուրս եկավ ուղիղ Տիգրանի դիմաց։ Վարպետի ձեռքերում չկար զենք, չկար բահ կամ քար, նա պահել էր միայն մի փոքրիկ սրբատաշ մարմարյա սալիկ, որի վրա գիշերը թաքուն փորագրել էր ոսկեզօծ տառեր։ Տիգրանը կանգ առավ ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, շնչակտուր և կարմրած, և բարձրացրեց մուրճը, պատրաստ հարվածելու, բայց այդ վճռորոշ վայրկյանին Գևորգը բարձրացրեց սալիքը և հստակ, անդրդվելի ձայնով, նայելով ուղիղ կատաղած մարդու աչքերի մեջ, արտասանեց այն բառերը, որոնք պետք է փոխեին ամեն ինչ. «Տիգրան, կանգնիր, այս մատուռը մենք չենք կառուցում մեր համար կամ քո դեմ, այլ կառուցում ենք քո հոր Արտավազդի և մորդ Սիրանուշի հիշատակին, որոնց անունները ես գտա եկեղեցու հին արխիվներում և փորագրեցի այս քարի վրա, որպեսզի այսուհետ յուրաքանչյուր մտնող աղոթի նրանց հոգու խաղաղության համար»։ Լռությունը, որ տիրեց այդ պահին, ավելի խուլ էր, քան ամենաուժգին պայթյունը, և բոլորի հայացքները սևեռվեցին Տիգրանի դեմքին, որտեղ կատաղածությունը վայրկյանների ընթացքում փոխարինվեց անհավատությամբ, իսկ հետո խորը, անասելի ցավով, որը թաքնված էր տարիների դաժանության դիմակի տակ։ Նրա ձեռքերը, որոնք մինչ այդ պինդ սեղմել էին մուրճի կոթը, սկսեցին անզուսպ դողալ, և ծանր գործիքը, դանդաղ, կարծես դանդաղեցված կադրում, սահեց ցած, ընկնելով գետնին խուլ թմբկոցով, որը հնչեց ոչ թե ուժի, այլ սիրո առջև։ Այդ հզոր, անսասան թվացող տղամարդը, ով պատրաստ էր քանդել աշխարհը հանուն իր շահի, հանկարծ կծկվեց, կարծես ստացել էր անտեսանելի, բայց բուժիչ հարված ուղիղ սրտին, և նրա աչքերը լցվեցին արցունքներով, որոնք նա փորձում էր թաքցնել, արագ շրջվելով դեպի մեքենան, որպեսզի ոչ ոք չտեսնի իր թուլությունը։ Նա ոչինչ չասաց, բառերն ավելորդ էին, միայն ձեռքի մի թույլ, հոգնած շարժումով հրահանգեց իր մարդկանց հեռանալ, և երբ մեքենաները շարժվեցին, Գևորգը մոտեցավ և մեծագույն զգուշությամբ ու հարգանքով տեղադրեց հիշատակի քարը մատուռի մուտքի մոտ, հասկանալով, որ այսօր Քրիստոսի սերը հաղթեց պատերազմը առանց մի կաթիլ արյուն թափելու։ Անցան ամիսներ, և Արարատյան դաշտի վրա իջավ ոսկեզօծ աշունը, որը իր վառ գույներով ներկեց նորակառույց մատուռի շրջակայքը, որտեղ այժմ ամեն կիրակի հնչում էր զանգի ղողանջը, հրավիրելով հավատացյալներին աղոթքի և խաղաղության։ Արհեստանոցը, որը ժամանակին կանգնած էր ոչնչացման եզրին, հիմա եռում էր կյանքով, և պատվերները գալիս էին ոչ միայն հարևան գյուղերից, այլև մայրաքաղաքից, քանի որ մարդիկ ուզում էին ունենալ խաչքար մի վարպետից, ով կարողացել էր խարի մեջ դնել ոչ միայն արվեստ, այլև աստվածային սեր և ներողամտություն։ Բայց ամենամեծ հրաշքը տեղի էր ունենում ներսում, որտեղ Գևորգի կողքին, ուս-ուսի տված, լուր աշխատում էր Լևոնը, մաքրելով տուֆի մակերեսը և երբեմն հայացք նետելով եղբորը, աչքերում ունենալով ոչ թե նախկին հեգնանքը կամ ըմբոստությունը, այլ խորին հարգանք ու անսահման երախտագիտություն։ Նրանց միջև եղած լռությունը այլևս ծանր չէր, այլ լի էր հաշտությամբ, և երբ Լևոնը մեկնեց Գևորգին ուրաքը, նրանց ձեռքերը հպվեցին միմյանց, ամրացնելով այն եղբայրական ուխտը, որը վերականգնվել էր Քրիստոսի խոսքի կենդանի զորությամբ, և Անահիտը, դիտելով նրանց հեռվից, ժպտում էր, գիտակցելով, որ իրենց տունը վերջապես կառուցված է ոչ թե ավազի, այլ սիրով վեմի վրա։ Այս պատմությունը ցույց տվեց մեր համայնքին, որ Քրիստոսի պատվիրանը «Սիրեցեք ձեր թշնամիներին» պարզապես գեղեցիկ խոսք չէ հին գրքից, այլ կյանքի ամենագործնական և հզոր օրենքը, որը կարող է փոխել անգամ ամենակարծր սրտերը և լուծել անլուծելի թվացող կոնֆլիկտները։ Տիգրանը երբեք չդարձավ մեր մտերիմ ընկերը, բայց նա հաճախ է գալիս մատուղ, լուռ մոմ վառում իր ծնողների համար և հեռվից գլխով անում Գևորգին, ինչը վկայում է, որ թշնամանքի անհաղթահարելի պատը քանդված է։ Եվ դրա տեղում ծաղկում է փոխադարձ հարգանքը։ Սիրելի հայրենակիցներ, հիմա ես ուզում եմ դիմել ձեզ յուրաքանչյուրիդ, ով լսում է այս պատմությունը և գուցե կանգնած է նմանատիպ դժվարին ընտրության առջև։ Ո՞ր է ձեր կյանքի Տիգրանը, ում դեմ եք դուք պայքարում ձեր մտքում և սրտում, կորցնելով ձեր խաղաղությունը։ Ես խնդրում եմ ձեզ, մի վախեցեք կատարել այդ խենթ թվացող քայլը և պատերազմի ու վրեժի փոխարեն ընտրել սերը, որովհետև միայն սերը կարող է վերջակետ դնել չարիքին և սկիզբ դնել նոր օրհնված կյանքի։
Գրեք մեկնաբանություններում, թե ինչպես կգիրառեք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում, և թող Աստված զորացնի ձեզ լինելու խաղաղ արարներ այս փոթորկալից աշխարհում։